Հայ-Ակֆեին դիմադիր քաղաքացիական նախաձեռնությունը կարճ ժամանակում վերածվեց ազգային քաղաքացիական միավորման, որն ընդլայնում է իր ներկայացվածությունը։ Այսօր Ալավերդիում բացվեց Հայ-Ակֆեի տարածքային արդեն 4-րդ գրասենյակը։ Այսօր Հայ-Ակֆեն զբաղված է քաղաքական նոր օրակարգի ձևավորման որպես արմատական այլընտրանք գործող վարչախմբի ուղեգծին։ Հայ-Ակֆեն ձևավորվել է որպես անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքացիական օրենսդրական նախաձեռնություն, որն առաջարկում էր քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը եւ հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։ Հիշեցնենք, որ խորհրդարանը մերժել էր Հայ-Ակֆեի նախաձեռնության օրենքի նախագիծը, որին միացել էր 58,000 քաղաքացի։ Հայ-Ակֆեի ազգային քաղաքացիական միավորման ներկայգործունեությունը միտված է քաղաքական նոր ուժի ձևավորմանը։ Մեր քաղաքական համակարգը ընդհանուր առմամբ Հայաստանում կարելի ասել հիվանդ է, ավելի վատ ձեզ ասեմ, ինչ-որ իմաստով համարյա քաղցկեղով է հիվանդ եւ բնակչությանն էլ համարյա հուսահատության է մատնել դա։ Պատահական չի, որ ցանկացած սոցիոլոգիական հարցում, որ անցկացվում է, 50% եւ ավել քաղաքացիներ ասում են մենք չգիտենք ում ենք քվեարկելու, մենք չենք ուզում գնալ ընտրությունների, մենք ոչ մեկին կողմ չենք, մենք բոլորին դեմ ենք եւ այլն։ Մենք հիասթափվել ենք այս իշխանություններից, բայց չենք ցանկանում նախորդ իշխանությունների վերադարձ եւ այլն։ Այդ ամեն ինչը ցույց է տալի, որ մենք պետք է կարողանանք քաղաքական դաշտ բերենք ինչ-որ իմաստով ապագային միտված որոշակի, այսպես ասած, թարմ շիտ։ Հայ-Ակֆեի նպատակն է կանխել կապիտուլյացիան, հասնել գործող ապազգային իշխանության հեռացմանը, արդյունավետ նոր ազգային իշխանության ձևավորմանը եւ դրա միջոցով Հայաստանի անվտանգ ու կայուն զարգացմանը, ինչպես նաեւ Արցախի վերահայացմանն, ասում են միավորման անդամները։ Հայ-Ակֆեն որպես քաղաքացիական միավորում այսօր իրականացնում է նաեւ տարբեր այլ նախագծեր։ Մենք իրականացնում ենք դիտորդական առաքելության ծրագրեր ենք իրականացնում, որով պատրաստում ենք մարդկանց դիտորդության, ընտրական իրավունք ենք սովորեցնում եւ մարդիկ կարողանում են իրենց քվեն օգնել ժողովրդի քվեն տեղ հասցնելու գործում, որի լավագույն դրսևորումներից մեկը եղավ հենց վերջերս Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների ժամանակ։ Մյուս կարևոր ուղղությունը, որ մենք իրականացնում ենք, քաղաքական բնույթի գիտելիքների փոխանցումն է, առաջնորդական կարողությունների եւ քաղաքական բնույթի գիտելիքների փոխանցումն է քաղաքացիներին մարդկանց, որ անկախ նրանից մենք դրանով պայքարում ենք քաղաքական իշխանության համար, թե չենք պայքարում, համենայն դեպս դա մարդկանց անհրաժեշտ է իրենց համայնքային կյանքը ավելի լավ կազմակերպելու եւ ընդհանրապես քաղաքացիական մասնակցությունն ապահովելու համար։ Ալավերցիներից շատերը Հայ-Ակֆեին ծանոթ են ոչ միայն ստորագրահավաքից, այլև Տավուշը հանուն հայրենիքի շարժումից։ Շատերն էլ Հայ-Ակֆեին են միացել մայր օրենքի փոփոխության պայքարի ժամանակ։ Ամեն դեպքում ազգային քաղաքացիական նախաձեռնությունն արդեն տարածքային կառույցի միջոցով ավելի մոտ է ալավերցիներին։ Արդեն հասել ենք նրան, որ ունենք գրասենյակ Ալավերդի համայնքում ու կշարունակենք մեր համագործակցությունը մինչև ընդհանուր նպատակներին հասնելը։ Հենց կարևորը դա է, որ ովքեր որ անտարբեր չեն, մարդիկ իմանան համագործակցության համար եւ ընդհանրապես ոչ միայն Ալավերդիում, բոլոր մարզային համայնքներում, բոլոր մարզային բնակավայրերում անհրաժեշտ է, քանի որ Հայ-Ակֆե ազգային քաղաքացիական նախաձեռնությունը մեծ երկար տարիների տենց ինչ որ ճանաչում չունի, նաև ճանաչելիության բարձրացման առումով շատ կարևոր է, որ ներկայացվածություն ունենանք մենք տարբեր բնակավայրերում։ Գրասենյակի բացմանը ներկա ակտիվ ու մտահոգ ալավերցիները քննարկումներ ունեցան միավորման անդամների հետ ոչ միայն երկրի անվտանգային պաշտպանական, արտաքին եւ ներքին քաղաքականության, տնտեսության շուրջ, այլև զուտ տեղական խնդիրներ բարձրացրին, ծավալվեց հետաքրքիր ու բովանդակալից քննարկում։ Մերիկ Օլոլյան, Դավիթ Թամազյան, անկյուն գումարեց 3 հեռուստաընկերության համար։